Ողջույն։ Գիտեք, արդեն 6 տարի է ինչ հարսանիքների ոլորտում եմ ու տեսել եմ այն, ինչը սովորաբար մնում է կադրից դուրս։ Այսօր ուզում եմ ձեզ հետ միասին նայենք, թե իրականում ինչ է կատարվում վարագույրի հետևում այդ ամենամեծ օրը։ Սկսենք մի հարցից, որը թվում է, թե պարզ է, բայց իրականում շատ խորն է։ Երբևէ մտածել եք, որն է հարսանիքի ամենակարևոր պահը։ Առաջին պարը, թե երբ մատանիներն են փոխանակում։ Եկեք այս հարցը մի պահ պահենք մտքում, լավ, վերջում անպայման կվերադառնանք դրան։ Դե ինչ, պատրաստ եք, միասին նայելու ենք վարագույրի հետև, ու միանգամից ասեմ, մենք չենք խոսելու, թե ինչ ծաղիկներ ընտրել կամ ինչ համով տորտ պատվիրել։ Սա ձեր սովորական հարսանեկան ուղեցույթը չէ, այլ ավելի խորը հայացք է ուղղված մարդկային զգացմունքներին։ Այո, սա ինչպես կազմակերպել ձեռնարկ չէ։ Մենք այստեղ չենք անդրադառնալու կազմակերպչական մանրուքներին, փոխարենը խորանալու ենք իրական, կենդանի պատմությունների ու այն չասված ճշմարտությունների մեջ, որոնք թաքնված են ամբողջ այս փայլի հետևում։ Գիտեք, շատերը կարծում են, թե հարսանիքը ուղղակի մեծ խնջույք է, բայց շշմարտությունն այն է, որ դա շատ ավելին է։ Պատկերացրեք, մի օրվա մեջ խտացված են մի քանի սերունդների հույզերը, երազանքները, նույնիսկ վախերը։ Այն ամենը, ինչը թաքնված է ժպիտների ու պարերի հետևում։ Ահա առաջին բանը, որ ես նկատել եմ տարիների ընթացքում։ Տեսել եմ հարյուրավոր հարսնացուների, որոնք այո, լայն ժպտում են տեսախցիկներին, բայց եթե մի քիչ ուշադիր նայեք նրանց ձեռքերին, կտեսնեք, որ դրանք դողում են։ Այդ աննկատ դողի մեջ թաքնված է ամբողջ անհանգստությունը։ Իսկ փեսաները։ Դե, նրանք փորձում են հանգիստ ու վստահ տեսք ունենալ, չէ՞, բայց ես անընդհատ նկատել եմ, թե ինչպես են նրանք, կարծես ակամայից, իրենց հայացքով ամբոխի մեջ փնտրում մորը։ Այդ հայացքը կարծես հանգստություն ու հավանություն է փնտրում։ Ու իհարկե ծնորները, այդ պահերը, երբ նրանք մի անկյունում կանգնած, հեռվից նայում են իրենց զավակին ու լուռ արտասվում են։ Դա մի խառնուրդ է հպարտություն, մի քիչ թխրություն, անսահման երջանկություն, ամեն ինչ միասին։ Հենց սա է ամբողջ ասածիս իմաստը, հենց այս անկեղ, չպլանավորված, երբեմն նույնիսկ անհարմար զգացմունքներն են, որ հարսանիքը դարձնում են ոչ թե ուղղակի միջոցառում, այլ իրական, կենդանի պատմություն։ Որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչ նկատի ունեմ, երբ ասում եմ չպլանավորված պահեր, թույլ տվեք պատմել մի իրական դեպք։ Մի պատմություն, որն իմ աչքի առաջ է տեղի ունեցել ու որը երբեք չեմ մոռանա։ Սա այն մասին է, թե ինչպես է խիստ պլանը զիջում իր տեղը իսկական հրաշքին։ Ուրեմն պատկերացրեք, իսկապես կատարյալ հարսանիք։ Ամեն ինչ մտածված էր մինչև վերջին մանրուքը։ Դահլիճի ձևավորում, երաժշտություն, հստակ սցենար։ Ամեն ինչ ընթանում էր ժամացույցի պես, ճիշտ այնպես, ինչպես գրված էր թղթի վրա։ Եվ հանկարծ, հենց այն պահին, երբ ամեն ինչ ընթանում էր իր հունով, հարսնացուի պապիկը տեղից վեր կացավ։ Նա ուզում էր խոսել, ու սա իհարկե սցենարով նախատեսված չէր։ Բոլորը մի պահ շփոթվեցին։ Նա վերցրեց խոսափողն ու սկսեց պատմել, թե ինչպես ուղիղ 50 տարի առաջ, հենց նույն օրը, ինքն է ամուսնացել։ Նա կիսվեց իր հուշերով, իրենց սիրո պատմությամբ, այդ պահին մի անտեսանելի կամուրջ ստեղծելով անցյալի ու ներկայի միջև։ Գիտեք ինչ տեղի ունեցավ, ամբողջ դահլիճում լռություն տիրեց, ոչ թե պարզապես լռություն, այլ ուշադիր լռություն, բոլորը բառի բուն իմաստով վայր դրեցին իրենց հեռախոսները, մոռացան ուտելիքի մասին և ուղղակի լսում էին, այդ մի 5 րոպեն ավելի հզոր էր, քան ամբողջ մանրամասն մշակված սցենարը։ Հենց սա է ամենակարևոր դասը, որ ես քաղել եմ։ Հարսանիքը ներկայացում չէ, որը պետք է անթերի բեմադրել, այն մարդկային պատմությունը, որը պետք է ապրել իր բոլոր անկատարություններով։ Իդեպ, այդ պապիկի պատմությունը նաև ավանդույթի մասին էր, չէ՞։ Դե եկեք հենց ավանդույթների մասին էլ խոսենք։ Ինչպես անել, որ դրանք չդառնան ուղղակի պարտականություն, այլ լցվեն իրական իմաստով։ Մենք իսկապես հրաշալի ավանդույթներ ունենք։ Օրինակ, հարսի տուն գնալը, աղու հացով դիմավորելը, կենդանի երաժշտությունը, ընտանիքի մեծերի կարևոր դերը, սրանք բոլորը մեր մշակույթի անբաժանելի մասն են։ Բայց եկեք անկեղծ լինենք։ Արդյոք մենք այս ամենը անում ենք, որովհետև հասկանում ենք դրա իմաստը, թե ուղղակի ցուցադրության համար, որովհետև այդպես է ընդունված։ Սա շատ կարևոր հարց է։
Այստեղ իմ խորհուրդը միշտ մեկն է լինում զույգերին։ Խնդրում եմ, ընտրեք այն ավանդույթները, որոնք հոգեհարազատ են հենց ձեզ, որովհետև ավանդույթը պետք է ապրել, պետք է զգալ դրա իմաստը, այլ ոչ թե մեխանիկորեն կետ դնել ցուցակի դիմաց։ Եվ վերջում, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի քանի ճշմարտություններով, որոնց մասին անկեղծ ասած քչերն են խոսում հարսանիքից առաջ, բայց եթե դուք սրանք իմանաք, ձեր օրը կարող է շատ ավելի հեշտ անցնել։ Ուրեմն պատրաստ եք։ Առաջինը, ու սա պետք է ուղղակի ընդունել, իդեալական հարսանիք գոյություն չունի։ Ինչ-որ բան միշտ կարող է այնպես չգնալ եւ դա լրիվ նորմալ է։ Երկրորդ, լարվածությունը նույնպես նորմալ է։ Դուք ամիսներով պլանավորել եք այսօրը, իհարկե զգացմունքները գագաթնակետին են։ Եվ երրորդ, ինչպես արդեն տեսանք, ամենալավ, ամենահիշվող պահերը գրեթե միշտ սցենարից դուրս են լինում։ Եվ չորրորդ ու թերևս ամենակարևոր ճշմարտությունը։ Գիտեք որն է հարսանեկան օրվա ամենաթանկ բանը։ Դա դեկորը չէ, զգեստը չէ կամ թանկարժեք սեղանը, դա մթնոլորտն է, այն ջերմությունը, սերը եւ անկեղծությունը, որը ստեղծում եք դուք եւ ձեր հյուրերը։ Հավատացեք, երբ զույգերը հասկանում ու ընդունում են այս ամենը, նրանց օրն անցնում է շատ ավելի հանգիստ, խաղաղ եւ արդյունքում դառնում է անմոռանալի, ոչ թե անթերի, այլ հենց անմոռանալի։ Դե ինչ, եկեք վերադառնանք մեր ամենասկզբի հարցին։ Ո՞րն է հարսանիքի ամենակարևոր պահը։ Գուցե դա պլանավորված որևէ արարողություն չէ։ Գուցե դա այն միակ չպլանավորված անկեղծ պահն է, որը դուք կհիշեք ամբողջ կյանքում։ Իսկ որը կլինի ձերը։